Ից ավելի բողոքի ակցիաներ են արցախցիներն իրականացնում, Ազատության հրապարակում նաև վրան են տեղադրել, քաղաքական ուժերն են հանդիպում, նախ իշխանության վերաբերմունք այս ամենի նկատմամբ եւ նաև քննադատությունները, որ այս ամենը օգտագործում է ընդդիմությունը, որպեսզի դիվիդենդներ շահի եւ խաղում է նրանց զգացմունքների վրա։ Դե չգիտեմ, հերթական իրենց մանիպուլատիվ հայտարարություններն են իրականության հետ որևէ առնչություն չունեցող, այսինքն իրենք մարդկանց դնեն, նախ իրենց գործողությունների հետևանքով 150,000 մարդ ուղղակի տնավեր է դարձել եւ Հայաստանում է ապրում, դրանից հետո համապատասխան քայլեր սոցիալական բնույթի չեն իրականացվում, որպեսզի մարդիկ կարողանան Հայաստանում մնալ եւ դրա ապացույցն այն է, որ բազմաթիվ մարդիկ այսօր արցախցիներ Հայաստանից ուղղակի դուրս են եկել կամ պատրաստվում են դուրս գալ եւ դրանից հետո մի ամբողջ քարոզչություն է իրականացվում արցախցիների դեմ ամենաբարձր մակարդակով, քարոզչական այդ ապարատը տեսնում եք ոնց է աշխատում, ինչպես են թիրախավորվում արցախցիները եւ դրանից հետո ասում են, որ թե բա ինչու են արցախցիները ինչ որ պահանջներ ներկայացնում, բնականաբար պետք է ներկայացնեն տարրական սոցիալական խնդիրների հարցը է այսօր դրված։ Ես էլ չեմ խոսում իհարկե վերադարձի իրավունքի մասին, գույքային տարբեր իրավունքների մասին, գլոբալ այդ ամեն ինչից զատ կան նաեւ տարրական սոցիալական խնդիր եւ որոնք այս իշխանությունները լուծելու փոխարեն դեռ մի հատ էլ համարձակություն ունեն ու երես ունեն նման հակաքարոզչություն իրականացնել արցախցիների նկատմամբ։ Մենք իհարկե եւս հանդիպել ենք խմբակցությունով Ազատության հրապարակում նստացույց անող մեր հայրենակիցներին, այնտեղ նստող մեր հայրենակիցներին եւ մեր փոխանակումներ, մտքերի փոխանակում ենք իրականացրել եւ ամբողջությամբ սատարում ենք այն օրակարգը, որ իրենք են հետապնդում։ Տիկին Գրիգորյան, Անտալիայում ընթացող դիվանագիտական ֆորումի ժամանակ թուրք դիվանագետ Սատարխելեչյանը ուշագրավ հայտարարություն արեց, նշելով, որ Փաշինյանը խոսք է տվել սահմանադրական անհրաժեշտ փոփոխություններն անել, չնայած որ նա երկու հայտարարություն արեց եւ մյուս հայտարարությամբ էլ նշում էր, որ դա Հայաստանի ժողովրդի եւ ինստիտուտների գործն է։ Դուք ինչպես եք սա մեկնաբանում։ Նախ ես քլչին գալուց առաջ ես ուզում եմ Բայրամովին նմանատիպ մի հայտարարությունը, ձեր ուշադրությունը հրավիրել այդ հայտարարությանը, որովհետև նա ասում է հետևյալը. Նախ Սահմանադրության փոփոխությունը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունը ուղղակի նախապայման է այսպես կոչված խաղաղության թղթի ստորագրման համար, սա եկեք ֆիքսենք։ Դրանից զատ Բայրամովն ասում է հետևյալը, դիմելով Արադ Միրզոյանին, ասում է դուք գիտեք, որ 22 թվականից բացի այն, որ կա առանձին փաստաթղթով ընթացող բանակցություններ, կային նաև բանավոր նախապայմաններ, ու սա բառացի էինք ասում, որ գոյություններ երկու զուգահեռ գործընթացներ, թղթի վրա համաձայնեցվող կետեր եւ բաներ, որոնք մենք բանավոր էինք պայմանավորվում, ու դա ասում է Վաշինգտոնում մեր հանդիպման ընթացքում նման պայման է դրվել։ Եվ փաստացի ուզում եմ սա ուղղակի արձանագրել, որ երբեմն այն խոսույթը, որ բա գիտեք, դա մեր ներքին գործն է, արդեն միջազգային հարթակներում նույնիսկ ամրագրվում է, որ դա Ադրբեջանի պահանջն է, որի իրականացումը հիմա անում է այս իշխանությունը, հիշում եք հայտնի ցլերի պատմությունը, Կարմիր շորը եւ այլն եւ այլն։ Եվ քլեչն էլ ոչ թե ասում է սա ինստիտուտների հարցն է կամ հայ ժողովրդի, ասում է հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության ինստիտուտների հարցն է, ինչպես այն իրականացնել։ Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այս կոնտեքստի վրա։ Այսինքն այն, որ կա ըմբռնում, որ Ադրբեջանը պահանջ է ներկայացրել, նախապայման է ներկայացրել, Հայաստանի Հանրապետությունն ընդունել է եւ խնդիրն այն է, թե դա ինչպես պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետությունում եւ բոլորն են շատ լավ հասկանում, որ դա եւ տեխնիկական առումով եւ բովանդակային առումով բավականին բարդ գործընթաց է եւ դրա համար էլ իրենք այսպես խնդրահարություն են տեսնում, թե դա ինչպես պետք է իրականացվի, բայց ակնհայտ է, որ կա այդ նախապայմանը, հիմա ինչքան էլ գան այստեղ հեքիաթներ պատմեն, լոլոներ կարդան, թե բա դա մեր ներքին գործն է, արդեն միջազգային հարթակներում, բաց ֆորմատներում դրա մասին խոսում է եւ Արադ Միրզոյանն էլ որևէ կերպ դրան չի հակադարձել։ Բայց այստեղ նաեւ ուշագրավ մեկ այլ հանգամանք կա, Արադ Միրզոյանը իր խոսքի ընթացքում այսպես հպանցիկ, թռուցիկ ասում է, բա գիտեք, մենք էլ կարող ենք ասել, որ Ադրբեջանը խնդրահարույց կետեր ունի, բայց տեսեք մենք չենք ասում։ Այնտեղից Բայրամովն էլ ասում է, բա գիտեք ինչի չես ասում, չեք ասում, որովհետեւ դուք չեք կարծում, որ այդպիսի բան կա։ Ասում է դուք չեք ասում, որովհետև իրականում նման բան չկա, ու Արադ Միրզոյանն էլի արձագանք չի տալիս։ Այսինքն մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որտեղ ադրբեջանական կողմը բոլոր հնարավոր նախապայմանները դնում է, այս իշխանությունները այդ բոլոր նախապայմաններն իհարկե պահանջներն իրականացնում են, բայց զուգահեռաբար չեն էլ բարձրաձայնում եւ հստակ չեն արձանագրում այն բոլոր խնդիրները, որ կան։ Գերիների մասին ընդհանրապես որևէ խոսք չկար այդ ֆորումի ժամանակ, երբ որ Ադրբեջանը նախապայմաններ է դնում ու իր տեսակետից իր պահանջներն է ներկայացնում, մենք չլսեցինք Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող մարդուց մեր տարածքների վերաբերյալ հարցը, գերիների հետ կապված հարցը եւ այլն եւ այլն։
Տիկին Գրիգորյան, իսկ հնարավոր է, որ օրինակ այս սահմանադրության փոփոխությունը անելով խաղաղության պայմանագիր ստորագրել եւ արդյոք պետք է այդ գնով հասնել խաղաղ, այսինքն այսպես ձևակերպեմ, հարցս, եթե դա էլ պետք անելու սահմանադրության խաղաղության պայմանագրերը ստորագրել, արդյոք ընդունելի կլինի այդ մի բանն էլ անել ու ստորագրել։ Տեսեք, այդ հարցը առաջանում էր նաեւ այն ժամանակ, երբ հարց կար. Արդյոք Հայաստանը պետք է ճանաչի Արցախն Ադրբեջանի կազմում եւ դրանով ի վերջո հաստատի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, մենք ապահով կլինենք այդուհետ։ Մենք իհարկե ասում ենք, որ դրանով չի կանգնելու։ Դա վերջը չի լինելու եւ մենք հիմա փաստացի գալիս ենք այդ իրողությունների։ Արցախը ճանաչվել է Ադրբեջանի կազմում, բայց մենք տեսնում ենք, թե տարածքային ինչպիսի հերթական պահանջներն է ներկայացվում Հայաստանի Հանրապետության նկատմամբ, ել չեմ խոսում տարածքային օկուպացիան, որ փաստացի դե ֆակտո հողի վրա մենք ունենք։ Բոլոր հնարավոր պահանջներն այս ընթացքում իրականացվել են, բայց մենք տեսնում ենք, որ պահանջների վերջը չկա։ Նախ դա խայտառակություն ուղղակի կլինի, եթե հայ ժողովուրդը ընդունի Ադրբեջանի ցանկությամբ սահմանադրություն, բայց նույնիսկ եթե դա տեղի ունենա, ադրբեջանական պահանջների ցանկը շատ մեծ է, որևէ տեղ Ադրբեջանը չի կանգնելու։ Այդ նույն խոսքի ընթացքում Բայրամովը եւս խոսում է այսպես կոչված միջանցքի մասին եւ նշում է այնպիսի պարամետրեր, որոնք արդեն այսպես կոչված չեն, բառացիորեն հենց միջանցք էլ նշանակում են։ Այսինքն դու սահմանադրությունը փոխես, հետո կգա միջանցքի հարցը։ Այդ հարցն էլ այսպես թե այնպես լուծվի, գալու է փախստականների հարցը, ապառազմականացման հարցը, բանակի ընդհանրապես ցերման հարցը, չկա, վերջ չկա այս պահանջների։ Եվ եթե ես ուղղակի գրեթե բացառում եմ, որ հայ ժողովուրդը ցանկանա ապրել ադրբեջանցիների եւ թուրքերի պարտադրված սահմանադրության ներքո, բայց նաեւ հստակ ուզում եմ արձանագրել, որ սա վերջը չի լինելու։ Եվ այս գիտակցմամբ մենք պետք է առաջ գնանք։ Եթե տարիներ առաջ կարծում ենք, որ այս զիջումն էլ անենք, այստեղով ավարտվելու է եւ վերջ են լինելու ադրբեջանական պայմաններին, հիմա առավել քան ակնհայտ է, որ այդ պայմաններն ուղղակի շարունակական բնույթ են կրելու։